Ծանոթ թե անծանոթի Կապանի նորաշենիկ է բերել աշնան ամենասպասված ու ամենասիրված իրադարձություններից Կուրկուտի փառատոնը։ 20 վարպետ խոհարարներ ջանք ու եռանդ չեն խնայել, որ Կապանյան ուտեստը համեղ եւ սիրով մատուցվի միջոցառման մասնակիցներին։ Յուրաքանչյուրը գաղտնի բաղադրատոմսով էր եկել այստեղ ներկայացնելու սերնդեսերուն փոխանցվող պատրաստման իր տարբերակը։ Նրանցից շատերը տասնյակ տարիներ է այս գործի հմուտ վարպետներից են։ Ղզղանի մեջ 15 կիլո միսա, 7 կիլո կուրկուտ, 4 կիլո կարակ։ Մի տարի չի, երկու տարի չի, ամեն տարի մասնակցում եմ, ես մոտավորապես մի 30-40 տարվա կուրկուտ գցող եմ։ Պիտի հմուտ լինես, նախ պիտի ֆայմով լինես, իմանաս ինչ ես անում, իմանաս մի հոգուն ինչ պորցի է հասում, որ կարողանաս այդ հաղթահարես։ Հետո պատասխանատու է, եթե թոն իրա, փակ վիճակա, սովուս չի, որ նա ես տեսնես ինչա վիճակի, աստծո ումուդին է։ Մոտարապես 12 ժամ թոների մեջ եփվում է ինքը։ Իրա այդ երկարեփելով ինքը առանձնանում բոլոր ճաշատեսակներից, հետո ինքը ցորենազգի այդ հատիկավոր բանա, բայց ինքը մի յուրահատկություն նույնպես ունի, որ չի խառվում իրար, ինքը հատիկավոր է մնում, հենց ինչպես որ կա։ Ինքը շատ համեղ կերակուր է։ Այս գործը պրոստը պիտի ամեն ինչը բոլորնի որ կարաս պատրաստես։ Կարակը պիտի լինի, կուրկուտը պիտի լինի, միսը պիտի լավ միս լինի, որ կարաս կուրկուտ պատրաստես։ Թոները պիտի լավ լինի։ Ուտինը տարի է գցում եմ։ Յուղումը միջոցառումները, արարողությունները անում էլի գցում եմ տա։ Կապանի համայնքապետարանն է 2019 թվականից անցկացնում փառատոնը նախապես ընտրված գյուղական բնակավայրում, նպատակ ունենալով աշխուժացնել տեղի միջավայրը, ևս մեկ անգամ ամրապնդելով գաղափարը, որ տոնը ոչ միայն համի, հոտի, այլև ազգայինը պահպանելու միասնականության խորհրդանիշ է։ Մասնակցում են մեր թվով 16 նախադպրոցական ուսումնական հաստատությունները, ովքեր այսօր պատասխանատու են տաղավարների համար, ներկայանում են այնտեղ տարբեր քաղցրավենիքներով, ուտելիքներով, զարդարում են իմաստը լինի այսօր միայն գյուղական, ազգային եւ իրենք օգնում են մեր վարպետներին, որպեսզի միջոցառումը կայանա։ Առատության ու լիության խորհրդանիշ ուտեստի համտես, տեղում թխվող լավաշ, ժենգյալով հաց, տնական գաթաներ, հայկական երաժշտություն, տարատեսակ մրցույթներ։ Ամենամյա միջոցառումը շուրջն էր համախմբել հազարավոր մարդկանց, ընտանիքներով, ընկերներով, ինչու ոչ միայնակ արտերկրից, Հայաստանի այլ վայրերից։ Այստեղ են շտապել համտեսելու Կապանյան ավանդական կերակուրը, դառնալով մշակութային միջոցառման անբաժան մասնիկը։ Երկրից դուրս որտեղ եղել եմ, անպայման պատմում եմ մեր Կապանյան հոտելիքների մասին, հենց Կապանյան զարդի մասին, կորկոտի մասին, որի մեջ ճուղակի շատ հիանալի համային գամաներ կան, մեր հայկական կարակը, այսպես ասած ցորենը ու հայկական այն համեղ միսը ու իրոք ցանկանում եմ ու բոլորին խորհուրդ եմ գալիս, որ վերադառնան Սյունի Կապան քաղաք փորձելու այդ համեղությունը։ Ես Սիսյանից եմ, Խնամից Տանձավեր գյուղից եկել եմ մասնակցելու իր եփած կորկոտը համտեսելու։ Շատ դուրս է եկել, այնպես որ լավ տրամադրությամբ նորից պետք է հետ գնամ Սիսյան։ Կորկոտը միշտ էլ սիրել եմ, որովհետև մեր տունը միշտ էլ դրել են։ Շատ լավ որոշում է, իհարկե, բարեգործությունը միշտ էլ խրախուսելի է։ Մի բան էլ դրական, մեր գնալուց հետո ինչ-որ մի բան կմնա, էլ մենակ շուտենք գնանք, մի բան էլ թողենք։ Կուրկուտը ներառված է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում որպես Կապանյան ավանդական ուտեստ։ Ըստ ներկաների ավանդական ճաշատեսակը մեր ինքնության վառ ապացույցներից է։ Կուրկուտի փառատոնը իր տեսակի մեջ եզակի է, որովհետև մի, այսպես ասած, մոռացության մատնված ուտեստ եկավ եւ ապացուցեց, որ կարելի է վերածնունդ ապրեցնել ոչ միայն ուտեստը, այլ նաեւ մի ամբողջ ծիսակարգ եւ մշակութային շերտ։ Մեր ավանդույթները, մեր ընդհանրապես ծիսական թե ուտեստը, թե ընդհանրապես միջոցառումները մեր ինքնության մաս են կազմում, բաղադրիչ կարևոր մաս են։ Դրա համար ես տեսնում եմ այս փառատոնի մեջ հենց ինքնության պահպանման խնդրի լուծման ճանապարհ, որի համար ես շնորհակալ եմ, որ ես այստեղ եմ, ես այդ իմաստով եմ այստեղ եւ մասնակցում եմ սիրով։
Ամեն տարի անվճար անցկացվող փառատոնն այս անգամ վճարովի էր ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ գոյացած 3 միլիոնից ավելի գումարի շնորհիվ մանկատան նախկին սաներից քույր եւ եղբայր Դիանան եւ Դավիթը նոր բնակարան կունենան։ Օրեր առաջ հրավիրեցի երեխաներին եւ հարցրեցի, թե ինչի մասին են իրենք երազում եւ նրանք պատասխանեցին միանշանակ, որ տուն են ուզում։ Երազում են տան մասին եւ մենք այդ օրը որոշեցինք, որ պետք է փորձենք այդ երեխաների երազանքը իրականություն դարձնել։ Գումարը ամբողջովին իհարկե չի գոյանալու այս տոնավաճառից, բայց սա առաջին քայլն է։ Ես համոզված եմ, որ մենք այդ նպատակին կհասնենք։ Վարպետ խոհարարները ստացան խորհրդանշական նվերներ, իսկ Կուրկուտի փառատոն 2025 մրցանակի հաղթող ճանաչվեց ծավ բնակավայրը ներկայացնող Կարլեն Մարտիրոսյանը։ Կուրկուտի անզուգական վարպետը Կապանի համայնքապետարանի կազմակերպած միջոցառումը կպահպանի բարեգործական հիմունքներով անցկացնելու ավանդույթը։